եւ առավելից տեղեր չկա։ Մենք հայտնել ենք, որ մենք պատրաստ ենք օր առաջ սկսել հենց այս պահին ես պատրաստ եմ սկսել խորհրդակցություններ ադրբեջանական կողմի հետ այն մասին, թե որտեղ եւ երբ լինի այդ պայմանագրի ստորագրումը։ Իհարկե գաղտնիք չգիտենք նաեւ ադրբեջանական կողմի մեկնաբանությունը եւ պայմանը սրա հետ կապված։ Մենք այդ պայմանը չենք ընդունում, դա մեր բանակցային իրենք պարզ է խոսում ենք այդ մասին, բայց այդ այսինքն իրենք հայտնում քննարկելի օրակարգ չենք համարում եւ այդ պայմանը չենք ընդունում եւ հուսով եմ, որ առաջ գնան, որ մենք խաղաղության ինստիտուցիոնալացման այդ քայլը եւս կանենք, ստորագրումը եւ նաեւ հետագայում վավերացում, բայց նաեւ ուզում եմ չհանգեցնենք միայն դրան, էլի, այսինքն բազմաթիվ կոմպոնենտներ կան, հարցեր կան, ուղղություններ կան աշխատանքի, սկսած սահմանազատումից, վերջացած հումանիտար հարթակներում չգիտեմ միմյանց հակամարտությունից դուրս գալով, այսինքն աշխատանք շատ կա նաև անկախ ոնց ստորագրումից, բայց մի կոմպոնենտ էլ եմ ուզում ասել, մենք միշտապես շեշտ ենք դրել, կարևորել ենք խաղաղության պայմանագրի ստորագրումը, նաև այն ընկալումը, թե ակնհայտորեն դա կարևոր է, հա, եւ նաև այն ընկալումը, որ դրանով հաստատվելու է խաղաղություն։ Հիմա այն պայմաններում եւ այն հնչեղությամբ, որ տեղի ունեցավ նախաստորագրումը եւ ուղեկցելով նաեւ հռչակագրով, որը երկրների առաջնորդները ստորագրեցին, եւ նաեւ ասին գրեթե բոլոր պետությունների, բոլոր պետությունների միջազգային ողջունելը եւ նաեւ հենց երկրների ղեկավարների կողմից այդ պահին ստորագրումից հետո մեդիայի հետ շփոթված անընդհատ հավաստում են, որ խաղաղությունը հաստատված է, անընդհատ նորից երկրների ղեկավարները վերահաստատում են իրենց հանձնառությունը պահել եւ զարգացնել խաղաղությունը եւ այս առումով այն հաստատում ստորագրությամբ, հա, տեղի ունեցել մեջ նախ իհարկե ստորագրությամբ, բայց նաեւ մնացած ամեն ինչով, որ արդեն նկարագրեցի եւ գուցե մի քիչ էլ չափազանցություն լինի, բայց օրինակ կարծիք կա, որ այս սրա ֆոնին եւ սրա պայմաններում այդ ստորագրումը միգուցե նաեւ արդեն գործընթացի շարունակություն է եւ ինստիտուցիոնալացում։ Մոտավոր ժամանակ է, մոտավոր շատ եւ ձեր նշած այդ բաղադրիչները, այդ հարցերը, որոնք դեռևս լուծված չեն, սահմանազատում, ապաշրջապատում, դա եւս բոլորովին կապ չունի իրար հետ։ Ուրեմն սահմանազատումը սկսվեց շարունակվելու որտեղով, հա եւ այլն։ Ենթակառուցվածքների մասով հենց այսօր մենք աշխատում ենք ամերիկյան կողմի հետ թրիպուղու ուրեմն իրականացման շուրջ, մասնավորապես պայմանագիր պետք է լինի մեծ հաշվով Հայաստան հայ-ամերիկյան, հա, որտեղ ընկերություն պետք է հիմնվի, որը պետք է նաեւ այդ կառուցապատում իրականացնի եւ այլն, հա։ Էլի այս առումով եւս չենք սպասում, երբ որ պատրաստ կլինի բոլոր իրավապայմանագրային կոմպոնենտները, մենք կսկսենք շինարարությունը, երբ որ կլինի շինարարությունը, մենք կբացենք բանը, սրանք պրոցեսներ են, որոնք զուգահեռ են ընթանում եւ մեկը մյուսից հետո կամ առաջ լինելու խնդիր չունի։ Պարոն Միրզոյան, վերջնական ստորագրման համար հիմա հասկանանք հապաղումը ում կողմից է, Ադրբեջանն է որոշակի խնդիրներ ստեղծում, այսինքն ինչ հարցերն են առաջնային դրվում, որը կանխում է դեռևս վերջնական ստորագրումը։ Շնորհակալ եմ, մեծ հաշվով ոչ մի գաղտնիք չկա այստեղ եւ նոր բան ասել իրանք շատ որոշակի պայման ունեն։ Մենք չենք կիսում այս մոտեցումը։ Ասում ենք խաղաղությունը հաստատված է, ասում ենք, որ փոխադարձ վստահության ամրապնդման գործընթաց կա, ասում ենք, որ 1000 հարցի շուրջ կարողանում ենք օրինակ ապաշրջապատման համաձայնել, չէ՞։ Այս ամենով հանդերձ իհարկե կան բաներ, որտեղ իրար հետ դեռ չենք կարողանում համաձայնել։ Կարծում եմ, որ մենք պետք է սահմանադրությունը փոխենք, որից հետո ստորագրենք, մենք կարծում ենք, որ մեր սահմանադրության մեջ խնդիր չկա, ավելին մենք կարծում ենք, որ եթե դա խնդիրը ավելի շատ կարանք այդ նույն հավակնությունը ներկայացնենք իրանց սահմանադրությանը, բայց նաև հարցը լուծված է պայմանագրում, այսինքն նոր բաներ չեմ ասում։ Բացի սահմանադրությունը։ Եվ միևնույն է պայման կամ նախապայման չկա։ Սահմանադրությունը այս պահին ֆիքսում են միայն այդ իրենցից դա ենք լսել։ Պարոն Միրզոյան, կա քննարկում
Այո, եւ մենք հրավերներ ենք ներկայացնում, փաստաթղթային դեռ չենք ուղարկել, բայց բանավոր հրավիրել ենք ամենաբարձր մասնակցին։ Արևին եւ Արձավանում։ Այո։ Իսկ բանավոր քննարկումներ կան, ինչ դրամատրություններ են կարող են չի շարունակվող, այսինքն այս ամենը շատ թարմ է եւ դեռ առիթել չի եղել այս մասին դետալներ կամ ինչ քննարկելու։ Բայց կարծում եք դա ինչ Ես այսօր ամբողջ օրը երկու հանձնաժողովներում այդ մասին հնարավորություն ունեցա խոսելու։ Եղվել է արյուն, մեր շատերի սիրելիների, ամեն մեկը գոնե առնվազն եթե որ ազգական բակից ինչ որ մեկին գիտի կամ ընտանիք գիտի, որտեղ էլա զոհ։ Իրանց կողմից էլ է եղել զոհեր։ Մենք մեր սերունդը կայացել է, մեծացել է մի թշնամի, այսինքն կալվելու է իրական թշնամություն է եղել մեջ։ Խաղաղություն հաստատվում է միշտ, խաղաղություն չի հաստատվում բարեկամների միջև, ընկերների միջև, խաղաղություն հաստատվում է 3 կամ մինչև այդ վարկյանը թշնամանք ունեցող հասարակությունների միջև, չէ՞։ Հաշտեցումը հաստատվում է գժտվածների, թշնամություն ունեցողների միջև։ Մենք այստեղ բացառություն չենք եւ աշխարհի շատ պետություններ, շատ ժողովուրդներ անապահով անցել են։ Մենք պետք է կարողանանք, եթե արդեն մենք նշանակալի քայլեր ենք արել այդ ուղղությամբ։ Մենք հիմա երկու երկրների ղեկավարները միանշանակ կերպով մի քանի առիթով ասենք խաղաղություն է հաստատված։ Իհարկե, քիչ առաջ խոսեցինք, բոլոր հարցերը լուծված չեն, շատ բան կա անելու եւ ամենակարևորը իհարկե հոգեբանական տրավմայի եւ փոխվստահության վերականգնման, ամրապնդման դժվար հարց եք բարձրացնում, բայց մենք խաղաղություն ունենք եւ նպատակն էլ ֆիքսված է բարի դրացիական հարաբերություններ հաստատել։ Հիմա պետք է քայլեր անենք այդ ուղղությամբ, թե չէ։ Ինչի ենք դժվար պատկերացնում նախագահ Էրդողանի այցը Երևան, երբ որ, չգիտեմ, արդեն եղել է վարչապետ Փաշինյանի այցը Անկարա, այն ժամանակ էլ էին դժվար պատկերացնում։ Այսօր չեք պատկերացնում։ Համաձայն եք, որ կարող է 1.5 ամիս հետո այլ իրավիճակ լինի։ Ես չեմ ասում, որ ամեն ինչ հարթ է, եւ իհարկե նույն կերպ շատ դժվար է պատկերացնել այսօր վարչապետ Փաշինյանը շատ դժվար է, այսօր ո՞նց կարելի է շղթել, բայց ժամանակ է ընթանալու եւ չգիտեմ, մի ամիս, մի տարի, 10 տարի, չգիտենք բոլոր հարցերը եւ բաները ինչ տեմպով կհաղթարվեն, բայց մենք գնում ենք այդ ճանապարհով։ Մի օր, այս այն ես փորձում ասել, էլի, ոչ թե ասում եմ, որ հենց այսօր մենք պատրաստ ենք տեսնել նախագահ Ալիևին Երևանում եւ հակառակը վարչապետ Փաշինյանին Բաքվում, այլ ասում եմ, մի օր այս իրավիճակը լինելու է։ Ինչ կարող ենք այսօր ասել, այնա որ մենք պետքա գնանք այդ ճանապարհով։ Պարոն Միրզոյան, Ադրբեջանը հրաժարվել է մասնակցել Եվրանեստին եւ ասում է պատճառը ոչ թե այն որ Եվրանեստը անցկացվում է Հայաստանում, այլ այլ պատճառներ են նշել, ինչպես մեր հետ կապ չունեցող։ Այո, չէ, որովհետեւ առիթ եղել է տարբեր պատվիրատուներ։ Օրեր առաջ Ադրբեջանի հասարակությունից, չէ՞, ամենևս ոչ պետական կառույցների ներկայացուցիչներից ադրբեջանական պատվիրատություն չկար։ Դուք ինքներդ ձեր գործունեության ընթացքում առիթ ունեցել եք նաեւ այս վերջի շրջանում մի մաս, այսինքն եղել են լրագրողական շփումներ, չէ՞, նաև փոխայցելություններ, առաջիկայում կլինեն, հուսով եմ, որ այսինքն վստահ եմ, եթե այդ պատճառաբանությունը, այսինքն չունեին տեղ այդ պատճառաբանությամբ մերժելու մասնակցությունները, այս հիմնավոր չի համարել։ Չի շփումներին հատկապես որ ցանկացած երկխոսություն բռնությունից ավելի քան լավ է, բայց օրինակ այդ հանդիպումների ընթացքում հնարավոր չի ֆիլտրել այնպես, որ չգան Երևան մարդիկ, որոնք մի քանի տարի առաջ էկոակտիվիստի անվան։ Դա բան եք ասում, բա հասկացա միտքը, կա այդպիսի տեսակետ։ Կա նաև ուրիշ տեսակետ, եկեք ես այդ տեսակետն էլ հնչեցնեմ, այսօր եւ այս բանը չենք կա միանշանակ ոնց որ բոլորիս համար ընդունելի գուցե ձևակերպման, բայց մտածենք էլի, այնու երեկոյան այդ մասին մտածենք։ Ուրիշ տեսակետ էլ կա, համաձայն որի էկոակտիվիստ թե ոչ, այնտեղ բոլորը մեզ ատել են։ Էկոակտիվիստ թե ոչ, մենք էլ ստեղ բոլորս իրանց բոլորին ենք ատել։ Ուրիշ բաներ են ասում են դե այդքան էլ իրան կապված են իշխանությունների հետ, այդքան է քաղաքացիություն եւ այլն։ Հիմա այդ մարդիկ ներկայացնում են այդ հասարակությունը
մեր հասարակությունը։ Հիմա հռչակված ագոն է, հանրահռչակված, որ ուզում ենք երկխոսենք։ Դե էդ էլ մի բան չի, չէ՞, ասել ուզում եմ երկխոսել, բայց այն մեկի հետ, իսկ այն մեկի հետ չեմ ուզում երկխոսել։ Վերջը նայել այդ հասարակության մասն է, մենք փորձում ենք, չէ՞, կամուրջը կառուցել։ Էլի չեմ պնդում ոչ մի բան, ասում եմ այդ տեսակետն էլ կա, եւ օբյեկտիվ է, եւ իմ համար հասկանալի։ Այս տեսակետն էլ կա եւ չեմ թաքցնի, այս տեսակետն էլ է իմ համար շատ հասկանալի։ Նախատեսվում եւ որտեղ եւ մյուս հարցը կապված ճանապարհների ապաշրջապատման հետ, վարչապետը նախ Մեդաքսի ճանապարհ համաժողովում, ըստ ժողովում ասաց, որ պատրաստ են ճանապարհ տրամադրել Թուրքիայից Ռեգնաձորով երբ քննարկել եք արդյոք այդ հարցը ադրբեջանցի գործընկերները, երբ կարող է Ադրբեջանը այդ ճանապարհով շարժվել եւ դեպի որտեղ ադրբեջանցիք արդեն ասում են, որ դա տանում է դեպի Լաչին ճանապարհը, որը այնքան էլ հասկանալի չէ իրենց համար գովիսով։ Դե մենք նախկինում տարբեր առիթներով ենք ասել, որ պատրաստ ենք, որ սահմանները բացենք եւ շարժը վերականգնվի եւ իհարկե Ադրբեջանի վերջին հայտարարությունը այն մասին, որ հանում է արգելքը Հայաստանի համար նախատեսվող բեռների տարանցման Անվանությամբ ինչը որ քննարկում ենք հենց այդ հաշտեցման խաղաղություն կառուցելու տրամաբանությամբ եւ հարաբերություն վերանելու ինչի մասին քիչ առաջ ասում էի մենք էլ մեր կողմից այսօր առավոտ էլ վարչապետը էլի կրկնեց որ մեր կողմից պատրաստ ենք Թուրքիայից օրինակ Ադրբեջան գնացող բեռների համար եւ հակառակ ուղղությամբ մեր սահմանները բացել եւ կարող են չգիտեմ Չկարծեմ շատ արագ լուծվող հարց են, եթե դեռ որևէ բանի կարիք կա, օրինակ սահմանին կոնկրետ ենթակառուցվածքի հիմնադրման թե չէ, բայց մենք էլ պատրաստ ենք շատ արագ այդ հարցը լուծել եւ կարող ենք պետք է հնարավոր դարձվի ֆիզիկապես լինի այդ տարանցումը, օրինակ դեպի Ադրբեջան կամ Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Չկա այդպիսի բան կոնկրետ խոսակցություն Հուսով եմ շատ շուտ կասնենք նաև այդ կոնկրետ խոսակցության ի վերջո ապաշրջափակում մեծաշով էս նաև դրա մասին է իհարկե այստեղ Թուրքիայի կոմպոնենտն էլ կա մենք շատ ինտենսիվ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ ես կարող եմ նաև իմ դիրքորոշում եմ իմ գնահատական ասել ինքս շատ լավատես եմ այս առումով եւ կարծում եմ որ առաջիկան պետք է որ շատ շոշափելի արդյունքներ ունենան Հայաստան-Թուրքիա երկխոսությունը նաև Երեք գումարած երեքը իրականում գիտեք մենք առիթ ունեցել ենք ասելու որ մենք այդ ֆորմատը ձևաչափը շատ կարևորում ենք ընդհանրապես մենք խոսում ենք եվրոպական ինտեգրման մասին մենք եվրասիական ինտեգրացիայի մասին ենք չէ բայց երբեք սա չի թե պակաս կարևորություն պակաս կարևոր դարձնում մեր համար մեր անմիջական հարևանների հետ հարաբերությունները այս առումով անմիջական մերձավոր հարևանները 3.3 ֆորմատը իհարկե մեր համար շարունակում է կարևոր մնալ այնտեղ տեխնիկական էր խնդիրը իրականում բոլոր մայրաքաղաքներում հանդիպումներ մնացյալ մայրաքաղաքներում հանդիպումներ իրականացնելուց հետո այժմ մեր եւ Ադրբեջանին է հերթը հյուրընկալելու այդ ձևաչափը նախարարական հանդիպումը եւ մենք հիմա Ադրբեջանի հետ քննարկում ենք հերթականությունը իհարկե եթե մի բան հասնում է մեր եւ Ադրբեջանի քննարկմանը իրան առանձին վակուումով դիտարկելը մի քիչ դժվար է եւ կազմա բանա ուզած չուզած որևէ կերպ շահկապվում է Հայաստան-Ադրբեջան կարգավորման առնչվող բազմաթիվ այլ հարցերի բայց երևի թե առաջիկայում ստեղել ինչ-որ լուծման գտնի։ Պարոն Մուրզյան, պարզապես ձեր ասածից մի ճշտում, ասեցիք շոշափելի արդյունք կլինի Թուրքիա-Հայաստան Նկատի ունեմ շոշափելի արդյունք, այնքան շոշափելի, որ այստեղ ներկա որևէ մեկի մոտ կասկած չթողի, թե մենք հենց այդ շոշափելին նկատի ունենք։ Շնորհակալություն Վերջին հարցը Ոչ շոշափելի ոլորտից մի հարց, պարոն Միրզոյան, քաղաքացիական պայմանագրի կուսակցության համաժողովի ժամանակ հռչակվեց 4-րդ հանրապետության հռչակվող Պարոն նախարար, հետաքրքիր է դուք այդ գաղափարի քննարկմանը որպես եւ ինչպես է պատկերացնում 4-րդ հանրապետություն։ Հարցը կբարձրացնեմ
սրա շուրջ կարող ենք երկար խոսել, կարող է առաջանալ, բայց մեծ հաշվի ինչ նկատի ունենք, այսինքն կարող ենք նաև այդքան ներդրությամբ չգնալ, ես ուզում եմ միանգամից ես 4-րդ հանրապետության միտք առնվազն, եթե չասեմ թղթին տված առաջարկ, արել եմ դեռևս 2018 թվականի հոկտեմբերին, հետևաբար մնացած հարցի կտորը մի քիչ ավելորդ է։ Այդ թող երևի մի քիչ իրավաբանների ասելու միջամտության կարիք կամ մի քիչ ստեղ կդժվարանամ ես սպառիչ պատասխան տալ։ Մենք Փաշինյանին հակակատող Շնորհակալություն։